ոճիրից անցավ 111 տարի։ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում սրվեց պետականորեն ծրագրված բռնաճնշումների ու կոտորածների այն ալիքը, որը պատմության մեջ մնաց որպես հայոց ցեղասպանություն։ Հայոց ցեղասպանությունն ուներ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական խորքային նախադրյալներ։ Օսմանյան կայսրության տարածքում, մասնավորապես Արևմտյան Հայաստանում, հայերը նշանակալի դերակատարում ունեին տնտեսության, առևտրի եւ արհեստների ոլորտներում։ Նրանց տնտեսական ազդեցությունը հաճախ ընկալվում էր որպես մրցակցային վտանգ եւ այդ պայմաններում հայերի ունեցվածքի բռնագրավումն ու նյութական ռեսուրսների զավթումը դարձան հակահայ քաղաքականության բաղադրիչներից մեկը։ Մյուս կարևոր գործոնը քաղաքականն էր։ Օսմանյան իշխանությունները Աբդուլհամիդի ժամանակաշրջանից մինչև երիտթուրքական կառավարություն եւ հետագայում քեմալական շարժում հետևողականորեն առաջ էին տանում պանթուրքիզմի գաղափարախոսությունը։ Այդ ծրագրի նպատակն էր ստեղծել միասնական թյուրքական աշխարհ տարածքային լայն ընդգրկմամբ։ Այս համատեքստում Հայաստանը որպես քրիստոնյա ժողովուրդ եւ աշխարհագրական կարևոր դիրք ունեցող երկիր դիտվում էր որպես խոչընդոտ այդ ծրագրի իրականացման ճանապարհին։ Արդյունքում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվեց պետականորեն կազմակերպված բնաջնջման քաղաքականություն, որը պատմության մեջ մնաց որպես հայոց ցեղասպանություն կամ մեծ եղեռ։ Առաջին փուլում սպանվեցին հայ մտավորականները Դանիել Վարուժանը, Սիամ Անտոն, Ռուբեն Սևակը եւ հայրուրավոր այլ նշանավոր հայեր դարձան այդ ծրագրի առաջին զոհերը։ Հետո իշխանությունները զինվորական ծառայության անվան տակ զորակոչեցին 18-ից 40 տարեկան հայ տղամարդկանց, զինաթափեցին եւ խմբերով սպանեցին նրանց։ Երրորդ եւ ամենադաժան փուլը վերաբերում էր խաղաղ բնակչությանը, կանանց, երեխաներին եւ ծերերին։ 100 հազարավոր մարդիկ բռնի տեղահանվեցին դեպի սիրիական անապատներ։ Ճանապարհին նրանք ենթարկվեցին սովի, համաճարակների, կողոպուտի, բռնությունների եւ զանգվածային սպանությունների։ Շատերը մահացան անապատներում, հազարավոր կանայք ու երեխաներ բռնի մահմեդականացվեցին։ Հայոց ցեղասպանության վերջին փուլը մասսայական տեղահանությունների եւ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրականացված զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից։ Չնայած հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին, Թուրքիան ամեն կերպ պայքարում է հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբինգ եւ այլն։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 միլիոն հայ։ 1915-ից 1923 թվականներին շուրջ 1.5 միլիոն հայեր սպանվեցին, իսկ վերապրածները ցրվեցին աշխարհով մեկ ձևավորելով հայկական սփյուռքը։ Լուսավորության ժամանակներում սև գործն արվեց ցեղասպանությամբ, բայց ապրելու դասերը լավ սովորած հայության ենթագիտակցության մեջ է ինքնությունն ու արժանապատվությունը, որ երբեք գլուխ չի խոնարհի քոչվորի կամքի դեմ։ Անց 111 տարի առ այսօր պատմական ցավն իրեն զգացնել է տալիս ի հեճուկս անտարբերության ու անավարտ դատի։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։